Վաղարշապատի ընտրությունների արդյունքն է հարթելու դեպի Մայրաթոր Փաշինյանի գրոհի ճանապարհը վերլուծաբանների այս կարծիքը այսօր միսու արյուն է ստացել Հայաստանի վարչապետի ֆեյսբուքյան ստատուսով։ Ձեր ընտրությամբ կարևոր լիցք տվեցիք մեր սրբության սրբոցը, Մայրաթոր Սուրբ Էջմիածինը կտրիչ Ներսիսյանից ազատելու գործընթացին։ Այս գրառմամբ Փաշինյանը շնորհավորել է Վաղարշապատում իր տեխնացուի ընտրողներին եւ ակնարկել, որ իր թիմի հաղթանակը վեհափառ Հայրապետին գահանքեց անելու մանդատ է իր համար։ Ընտրությունները բնականաբար որևէ լեգիտիմություն որևէ մեկին չի տալիս հակասահմանադրական եւ հակամարտկային գործողություն կատարելու։ Իրավապաշտպան Հովհաննես Իշխանյանը պնդում է, Վաղարշապատում ընտրելու իրավունք ունեցողների 20%-ն է ձայն տվել Փաշինյանի թիմին։ Այդպիսով մնացած վաղարշապատցիները դեմ են եկեղեցում պատերազմ հայտարարած Փաշինյանի ծրագրերին։ Նույնիսկ եթե դու 100% ձայն ստանաս, դու իրավունք չունես իմ իրավունքները խախտելու։ Վեհարյանը գրոհելու Փաշինյանի ծրագիրը հակասահմանադրական է, պնդում է իրավապաշտպանը։ Եթե տեղական ինքնակառավարման մարմիններում դու հաղթել ես, դու պետք է զբաղվես տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությամբ օրենքով սահմանված, ոչ թե խախտես սահմանադրության 10-րդ հոդվածը։ Սահմանադրությունը վաղուց չի հետաքրքրում երկիրը կառավարող ԿՊԱ-ականներին, պնդում են փորձագետները։ Մենք գործ ունենք հանցավոր խմբի հետ, որը պարզապես ընտրությունները օգտագործում է իր հանցանքները իրագործելու համար, հա։ Ոնց որ ասենք, չգիտեմ, մաֆիան կարող է շանտաժը օգտագործի, իրանք էլ են շանտաժի օգտագործում, կամ ասենք ահաբեկումները եւ այլն, իրանք էլ են ահաբեկումները։ Վաղարշապատի ընտրությունների արդյունքը Վեհարյանը գրոհելու մանդատ համարող Նիկոլ Փաշինյանը դեռ ահաբեկելու փուլում է, նկատում է Իշխանյանը։ Հաջորդը հակաեկեղեցական արշավի պրակտիկ փուլը կլինի։ Հաջորդ քայլերը արդեն կամաց մոտենալն է բանին, եկեղեցուն։ Փաշինյանի հակաեկեղեցական արշավի բոլոր հայտարարությունները հանցագործության տարրեր են պարունակում, համոզված է իրավապաշտպանը։ Փաշինյանի քավորությամբ զավթված է պահվում նաև հովաննավանքը եւ առաքելական եկեղեցին չի կարողանում պատարակներ մատուցել հավատավորների համար։ Մեծարգո պարոն վարչապետ։ Փաշինյանի անձնական պաշտպանության տակ անցած նախկին քահանայի ձեռքով խախտվում է խղճի կամ դավանանքի ազատության իրավունքը։ Օսմանյան կայսրությանը շատ հետաքրքիր էր հայերի իրավունքները իրենց համար, իրենք նպատակ ունեին մի ազգի պետություն ստեղծելու, բոլոր ազգերին ցեղասպանում էին անօրեն, չէ՞։ Հիմա նույնը անում է 21-րդ դարում այս տղան։ Հակաեկեղեցական արշավի դրվագների հիմքով Արա Զորաբյանը շաբաթներ առաջ հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել։ Հայակվե նախաձեռնությունը նույնպես գլխավոր դատախազին էր դիմել այդ մասին ահազանգով։ Վարդապետյանը լուռ է։ Այսօր հայտնի է դարձել, որ դատախազությունը մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկել Գարեգին II կաթողիկոսի եղբոր եւ նրա որդու գործը։ Ըստ գլխավոր դատախազության Ոսկեհատ բնակավայրում նախընտրական քարոզչությանը խոչընդոտել են Գևորգ եւ Համբարձում Ներսիսյանները, նրանք կալանավորված են։ Թեև Սուրբ գրքում կարդում ենք, որ երկրի վրա չկա մի մարդ, որ ապրի եւ մեղք չգործի, բացի մեր Տեր Հիսուս Քրիստոսից, բայց Տերը նաեւ ասում է. «Առաջին քարը թող նետի նա, ով անմեղ է»։ Իշխանությունն այսօր կորցնելով իր բարոյական կշիռը դարձել է վտանգավոր մի խմբակ, որը ոչ Աստծուց է վախենում, ոչ էլ մարդկանցից ամաչում, անխիղճ վերաբերմունքով ոտնակոխ է անում օրենքը, խլում ուրիշների իրավունքը եւ վայելում անպատժելիության պտուղները։ Այսօր է այս հայտարարությունն արել վեհափառ Հայրապետի մյուս եղբայրը, Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս Սրբազանը իր եղբոր եւ եղբորորդու գործը քաղաքական բռնաճնշում անվանելով։ Ալբերտ Սերոբյան, Միլենա Պողոսյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։